Գյումրի ավականու ընտրություններին մասնակցող Մայր Հայաստան դաշինքի քարոզարշավին մեծ թվով արցախցիներ են մասնակցել։ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը հենց Գյումրիում կանգնեցնելու համար ընտրությունների մասնակցող ուժը համոզված է, որ նույն ճակատագիրն ունեն գյումրեցիներն ու արցախցիները։ Գյումրիում օրորի ավելի մեծ դահլիճ է պետք լինում Մայր Հայաստան դաշինքին։ Ավականու արտահերտ ընտրություններին մասնակցող ուժի նախընտրական ծրագիրը լսելու համար հարյուրավոր գյումրեցիներ են հավաքվել։ Մայր Հայաստանի քաղաքապետի թեկնածուն հատուկ հյուր ունի։ Լեգենդար հրամանատար Կարեն Ջալավյանն է առաջին շարքում։ Եվ իրենց նմանը նմանին է գտնում, ասում են Գյումրիում Կարեն Սիմոնյանի աջակիցները։ Այս դեպքում իրար գտել են պատվախնդիր գյումրեցին ու անպարտելի արցախցին։ Արցախցիներին միշտ է ուշադրության կենտրոնում պահում Մայր Հայաստանը։ Մինչ դաշինքը իր ելույթը կսկսի, արցախցիներն են բեմ բարձրանում։ Հարգելի ներկաներ, սիրելի գյումրեցիներ, առաջին հերթին խնդրեմ ներողամիտ լինեք, կյանքում առաջի անգամ եմ սենց աուդիտորիայում ելույթ ունենում։ Մայր Հայաստանի ցուցակով ավականու թեկնածու Դերենիկ Մալխասյանը ասում է, գյումրեցիներն ու արցախցիները նույն ճակատագիրն ունեն։ Այն ինչ եղավ Արցախում մեր աչքի առաջ, եղել է Գյումրիում, մեր պապերն են ականատեսը։ Մենք գյումրեցիներս արցախցիների հետ բախտակիցներ ենք, 18 թվականին դա տեսել ենք, 20 թվականին դա տեսել ենք, եւ ես համոզված եմ, որ արցախցիները այստեղ իրենց զգում են ինչպես իրենց տանը, այլ կերպ չէր կարող լինել։ Գյումրեցիները այդ մարդիկ են, որ տեսել են, թե ինչ բան է բռնագաղթը, արտագաղթը։ Մայր Հայաստանը ընտրապայքար է մտել Փաշինյանի իշխանությանը հենց Գյումրիում կանգնեցնելու համար, ասում է Մալխասյանը։ Մարտի 30-ին մենք պետք է կանգնեցնենք Նիկոլ Փաշինյանին եւ ՔՊ-ին Գյումրիում։ Դա գյումրեցիների պարտականությունը, պարտքը պետք է լինի։ Կանգնեցնել ՔՊ-ին մարտի 30-ին Գյումրու ավականու ընտրություններում։ Այո։ Դաշինքի քաղաքապետի թեկնածուն կարճ ելույթով է ողջունում համաքաղաքացիներին, ասում իրեն վստահված ձայնը չի փոշիանալու։ Բոլորդ գիտեք, որ իմ համար հետ նահանջ չկա, յուրաքանչյուր խոսք, որ դուրս է գալիս իմ բերանից, շատ արագ վերածվում է գործի։ Դա ապացուցվել է եւ արձագանքը ստացել եմ գյումրեցու կողմից եւ շատ պարտավորեցնող է, որ ել ավելի լավը լինենք, որ ել ավելի արձագանքներ ստանանք։ Մայր Հայաստանի թեկնածուն քարոզարշավում փոխադարձ հարգանքի կոչ է անում մյուս ուժերին։ Կարելի է 24/7 ռեժիմով աշխատել, որպեսզի հասնել մեր գերագա նպատակին։ Հարգում եմ բոլորիդ, սիրում եմ բոլորիդ, համոզված եմ գրանցելու ենք այն արդյունքները, որոնք դուր է գալիս բոլորիս։ Միացեք, որ փոխենք։ Սիմոնյանը վստահ է վերցնելու է քաղաքի կառավարման ղեկը։ Հաշվետու է լինելու 4-րդ քվեաթերթիկը ընտրած յուրաքանչյուր գյումրեցու։ Լանա Համբարձումյան, Ալբերտ Սերոփյան, Աշոտ Մնոյան, Հայլուրի համար։